Տիկին Յոլյան, դուք ստիպեցիք, ես ձեզ այս հարցն եմ տալիս, դուք լսողության հետ խնդիր ունեք, ներողություն եմ խնդրում, բայց ես իմ հարցի մեջ ասեցի, մի Ներեցեք, ես կպատասխանեմ։ Շատ բնական հարց եմ տալիս, որովհետև որ իմ հարցը լսի։ Պարոն Սարգսյան։ Մեկ րոպե, ոչինչ։ Մի հատ մի վարքյան լռություն դալիճում։ Ժորժ ջան։ Ժողովուրդ, մի հատ լռություն դալիճում։ Պարոն Ֆարմանյան, լռություն դալիճում։ Մի վարքյան։ Պարոն Սարգսյան, ինչ նկատի ունեք, մի հատ ձևակերպեք ձեր միտքը հասկանանք, կարա վիրավորական կոնտեքստ լինի ձեր ասածի մեջ ու հնարավոր է վիրավորական հնչի, մի հատ խնդրում եմ ձևակերպեք ինչ նկատի ունեք։ Հարգելի գործընկերներ, պարոն Ալեքսանյան, ես իմ հարցի մեջ հստակ ասեցի, ծրագիրը թույլ չի տվել, ինչն է եղել պատճառը։ Այսինքն ես համայնքի ղեկավար լինելով այդ ամեն ինչը շատ լավ գիտեմ, ինչը կարա խոչընդոտ հանդիսանա, որպեսզի համայնքը չունենալով բյուջե կամ ծրագիրը, որ ներկայացնում են փոքր բյուջեով, չի հաստատվում, X թվից ավել պետք է լինի, որպեսզի մտնի սուբվենցիա, այսինքն հայտը ընդունի տկենը։ Ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանալով համիմ հարցի մեջ Շատ լավ, պարոն Սարգսյան, լավ, ես ձեր ասածը հասկանում, մի վարքյան, հարգելի գործընկերներ, չէ, մի վարքյան։ Պարոն Սարգսյան, ձեր ասածը իրականում շատ խտրական է հնչում եւ թիրախավորում է ոչ թե տիկին Յոլյանին, այլ լսողության խնդիր ունեցող մեր քաղաքացիներին։ Ես ներողություն խնդրեցի։ Ու հետեւաբար ձեզ հայտարարվում է նախազգուշացում, խնդրում եմ մի վարքյան, էլի պարոն Սարգսյան, մի վարքյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ֆիզիկական արատները կամ ֆիզիկական խնդիրները որպես այդպիսին առողջական խնդիրները չօգտագործել որպես քաղաքական բանավեճի կամ քաղաքական հարվածների միջոց խնդրում եմ ձեզ դա ու ձեզ հայտարարվում է նախազգուշացում պարոն Սարգսյան ձեր ժամանակը կվերականգնվի առանց այդ ձևակերպման տվեք ձեր հարցը։ Տիկին Յոլյան, իմ հարցը ընդհանրապես վերաբերում էր հետևյալին։ Միտում եղել է սուբվենցիաներ քիչ ներկայացնելու առումով, որպեսզի դուք որպես ընդդիմադիր համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի տեղակալ հանրության ձեր ընտրողների շրջանակներում փորձեք ներկայացնել հետևյալ կերպ, որ սա չի անում կառավարությունը, անում է զուտ միայն համայնքը, այսքան թվով շատ մեծ ծրագրեր, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում։ Եվ արձագանքը օգտագործելով երկրորդ հարցը, դուք խոսեցիք ապակենտրոնացման մասին, ինչպես եք վերաբերում հարկերից մաս հանմանը, որպես համայնքների ինքնաբավության հետագայում ծրագիր, որ կարողանանք, ինչպես դուք նշեցիք, մեր պետական բյուջեից, սուբվենցիաներից, դոտացիաներից կախումը նվազեցնելու համար, ինչպես եք վերաբերում հարկերից մաս հանմանը։ Հասկանալի է, ինչ եմ հարցնում։ Իմ պարագայում 100%։ Պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքին պատասխան ասեմ, որ ես հորդորում եմ ձեր խոսույթին հետամուտ լինել հետ այսու եւ ձեր ինքնատիրապետումը ոչ մի պարագայում չկորցնեք։ Դուք ազգային ժողովում եք եւ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վերաբերմունք ունեք, այսուհետ հետևեք ձեր խոսույթին։ Դա մեկ։ Երկրորդը, եւ ես իմ խոսքում հստակ նշեցի, որ եթե համայնքը չունի բավարար հնարավորություններ, օրինակ 10, 15, 20, 30 ծրագիր ներկայացնելու, ուրեմն ներկայացնում է այնքան ծրագիր, որի ֆինանսական հնարավորությունը ունենա։ Այդ ձեր երկրորդ հարցինի պատասխան, թե ես ինչպես եմ վերաբերում, շատ լավ եմ վերաբերում, որովհետև դրա միջազգային փորձը կա, անգամ Վրաստանում, երբ որ համայնքները տնտեսությունը զարգացնում են, այսինքն ստեղծում են միջավայր, որպեսզի համայնքներում բիզնեսը զարգանա, հարկեր են վճարում եւ պետությունը մասհանում է իրականացնում, որի արդյունքում համայնքները ոչ թե 2, 3, 4, որովհետեւ դա է իրանց հնարավորությունը, այլ 100 ծրագիր կարող են կառավարության հետ միասին իրականացնել։